Կողք կողքի նստած Հայաստանի նախագահն ու Երևանի քաղաքապետը մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանից ուղևորվում են Զորավար Անդրանիկի կայարան։ Ուղևորության ընթացքում նախագահին ներկայացվում են Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև մետրոպոլիտենի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով վերակառուցման առաջին եւ երկրորդ վարկային ծրագրերով նախորդ 6 տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա հետագա անելիքները։ Աշխատանքները տարածաշրջանում միջազգային կառույցների կողմից գնահատվեց գերազանց, իսկ հանրապետության նախագահ իր խոսքում դրական արտահայտած աշխատանքների վերաբերյալ եւ տվեց հետագա հանձնարարականներ առաջին եւ երկրորդ փուլը ավարտելուց հետո ձեռնամուխ լինել երրորդ փուլի աշխատանքների կատարմանը։ Այս աշխատանքների արդյունքում ունեցանք 2.8 միլիոն տնտեսում եւ այս ամբողջ տնտեսումը այս առաջի ծրագրով կառավարության թույլատվությամբ եւ բանկի համաձայնությամբ ուղղվեցին մետրոպոլիտենի արդիականացմանը, վագոնների թարմացմանը, որը դուք արդեն տեսնում եք։ Իրականացվող ծրագրերի թվում է նաև մետրոպոլիտենի նոր կայարանի ստեղծումը, ինչը սակայն ֆինանսական խնդիրների պատճառով հետաձգվում է։ Ազգային կառույցների կողմից արդեն նախնական ուսումնասիրության մոնիտորինգի աշխատանքները կատարվել են, տեղի ունեցել նաև պրեզենտացիա դրա, պատրաստ դեպի աչափնյակ ուղղությունով երկու կայարան է նախատեսվում։ Մետրոպոլիտենից հետո հերթը նորակառույց Ռոսիա մոլինն է, որն իր տեսակի մեջ միակ մոլն է, որն անմիջապես մուտք ունի մետրոպոլիտենից։ Շրջայց կատարելով նորակառույց առևտրի կենտրոնում Սերժ Սարգսյանը ծանոթացավ Սիլ կոնցեռնի քաղաքաշինական ծրագրերին, որի մաս է կազմում նաև նորակառույց Ռոսիա մոլը։ Կառույցը ունի թվով 5 մուտք, որից 3-ը Տիգրան Մեծ պողոտայի կողմից են, տարբեր մակարդակների վրա, մեկ մուտք մետրոյի սրահի մուտքի նիշի մակարդակով եւ 5-րդ մուտքը Խորենացու փողոցի կողմից է, որը ի դեպ հարմարեցված է բնակչության հաշմանդամ եւ սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժվելու անհրաժեշտ պայմաններով։ Մոտ հարմար, նորովի եւ եվրոպական ստանդարտներին համապատասխան 6 հարկանի այս մոլը շատ կարճ ժամանակում կարող է դառնալ բոլորի համար հարազատ եւ նախընտրելի վայր։ Սա նախ շատ լավ է հյուրընկալման բիզնեսի համար, դա տուրիզմն է, երբ որ մարդիկ գալիս են տեսնում են Երևանում բարձր կարգի խանութներ եւ մոլեր կան, առևտրի կենտրոններ կան եւ այդ մասին նրանք խոսում են եւ դա իրենց համար հաճելի միջավայր է։ Այստեղ իրենց սրահներն են բացել հայտնի ապրանքանիշների հայաստանյան ներկայացուցիչները, մոլում ներկայացված են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Victoria's Secret-ը, LC Waikiki-ն, Adidas-ը եւ այլն։ Գործում են բազմաթիվ սրճարաններ, այցելուներին առաջարկելով եվրոպական, մեքսիկական, ճապոնական եւ արևելյան կերակրատեսակների լայն ընտրանի, ինչպես նաեւ գործում են մանկական խաղասրահներ։ Սա նույնպես նպաստում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, որպես կառուցող, այո, դա խոշոր ներդրում է, բայց վերջին հաշվով այստեղ հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծում, մոտավորապես 350 աշխատատեղ։ Քանի որ աշխարհահռչակ բրենդներով զբոսաշրջիկներին հնարավոր չէ զարմացնել, այդ իսկ պատճառով այստեղ այդ մասին են մտածել։ Ռոսիա մոլում դուք կգտնեք հայկական բրենդներ, որոնց մասին հնարավոր է դեռ չեք էլ լսել։ Այս ամենը անելուց առաջ մենք հատուկ խմբի հետ աշխատեցինք, մարքեթինգային ուսումնասիրություն կատարվեց։ Ուզում եմ ձեզ ասել, որ շատ բրենդներ 50%-ից ավել գինը ապրանքի վրա լինում է իր հայտնիության համար։ Դրա համար ես ձեզ խնդրում եմ, հայկական բրենդների վրա ուշադրություն դարձրեք, քանի դեռ նրանք հայտնի չեն դարձել եւ դրանով դուք ինքներդ նույնպես կտնտեսեք։